Փառք Հիսուսին բոլորիդ համար, շնորհակալություն մեր Տիրոջը բոլորիդ համար։ Այս տարվա առաջի ծառայությունն է, եւ եկեք հենց սկիզբը առաջի ծառայությունը սկսենք իրական բաց սրտերով ու շնորհակալությունով։ Գիտեք, երբ որ մենք շնորհակալ սիրտ ունենք, մեր սիրտը միշտ բաց է, որպեսզի Աստված լինի մարդու սրտում ու միշտ լինի մարդու սրտում։ Մենք պետք է գոհություն հայտնենք Տիրոջը։ Մենք պետք է միշտ շնորհակալ լինենք։ Գիտեք, շնորհակալ սիրտը միշտ բաց է։ Անկամ մարդը մարդու հետ է, երբ որ մի բանի համար մարդը շնորհակալ է, մյուսից միշտ իր սիրտը բաց է։ Ու այն մյուս մարդուն հեշտ է ոնց որ կոնտակտի մեջ մտնել իրար հետ, որտեվ իրարից շնորհակալ են։ Տենց էլ մարդը Աստծու հետ, երբ որ մենք ուզում ենք, որ Աստված լինի մեր կյանքում, մենք միշտ պետք է շնորհակալ լինենք։ Ամեն։ Եկեք այսօրվա պատգամի խոսքը սենց դնենք։ Շնորհակալ մարդը փայլում է ինչպես աստղ այս աշխարհում։ Այս աշխարհը խավար, այս աշխարհը դժվար անիծված աշխարհ է, բայց Աստված սիրեց այս աշխարհը ու եկավ որպես լույս այս աշխարհ։ Եկավ հավիտենական կյանք տալու ամեն մեկին, ով կհավատա։ Ամեն։ Իսկ հիմա մենք կախված է մեր հավատքից, եւ թե մեր հավատքը ու մեր կյանքը ու մեր սիրտը ուղում ենք ճիշտ տեղ, մենք մենակ ուրախ ենք լինելու ու գոհություն ենք Աստծուն հայտնելու։ Իսկ գոհությունը ու շնորհակալությունը շատ կարևոր է, շատ կարևոր է, որպեսզի Աստված լինի միշտ մարդու հետ։ Դուք հավատում եք, եթե Աստված մարդու հետ լինի, մարդու համար միշտ լավ է լինելու։ Միշտ լավ է լինել։ Անկամ քեզ բերդել կարան նստացնել Հովսեփի նման։ Բայց մարդիկ խոսում էին, ասում էին, հələ Հովսեփին նայ, անգամ բերդում ինքը պետ է դառել, որտեղ Աստված նրա հետ էր։ Քեզ կարան փոսնել իջացնել, քեզ դժվար լինի, ծանր լինի, վախենալու լինի, բայց դու խաղաղություն կունենաս ու գոհություն կհայտնես, որտեղ Աստված քո հետ է։ Քեզ ինչքան էլ դժվար լինի, եթե ասում եմ, մեր հայացքը ու մեր սիրտը ուղղված է դեպի Հիսուս Քրիստոս, ու դեպի այն խոստմունքը, այն կյանքը, որ ինքն է մեզ խոստանում, մենք միշտ ուրախ կլինենք։ Գիտեք, այսօր Տերը ուզում է, որպեսզի մենք ունենանք գոհ սիրտ, Հիսուսի նման սիրտ ունենանք։ Անկամ Հիսուսը խաչի վրա ես հավատում եմ ինքը գոհանում էր, որտեղ ինքը անում էր այն ինչ որ ինքը ուզում էր անել։ Ինքը ասաց, ես իշխանություն ունեմ իմ մարմինը տալու։ Ու գնաց խաչի վրա իր մարմինը տվեց բոլորից համար։ Ու ինքը անգամ դրա համար գոհանում էր։ Այդքան էր գոհանում, որ ասում էր հայր ներիր իրանց, չեն հասկանում ինչ են անում։ Մի հատ տեղ եմ ուզում կարդամ։ Առաջի Թեսաղոնիկեցիներ 5:18 գրված է. Ամեն բանում գոհություն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։ Ամեն բանում գոհություն հայտնեք։ Գիտեք, գոհությունը մեր քրիստոնյաների մեջ, գոհություն, գոհ սիրտը, դա հոգևոր կարգապահություն պետք է լինի։ Դա պետք է լինի մեր անբաժան մասնիկը, քրիստոնյայի։ Ես աշխարհի մասին չեմ խոսում։ Աշխարհը, գիտեք, մենք պետք է սրանով տարբերվենք աշխարհից։ Մեր բնավորությունով, մեր հոգևոր կարգապահությունը պետք է ուրիշ ձև լինի։ Աշխարհը, գիտեք, երբ է գոհանում, աշխարհիկ մարդը։ Գոհանում է, երբ որ իր համար լավ է, երբ որ իր համար կոմֆորտ է, երբ որ ինքը իր ուզածներին հասնում է, ինքը գոհանում է, դա նորմալ է աշխարհում։ Բայց քանի որ մենք քրիստոնյա ենք, մեր վարքը, մեր հոգևոր կարգապահությունը տարբերվում է աշխարհից։ Պողոս առաքյալը ասում է, մեզ ծեծում են, ջարդում են, սպանում են, բայց մենք միշտ ուրախ ենք։ Ինչու՞։ Որովհետև չենք նայում աշխարհին։ Որովհետև աշխարհից չի մեր սպասելիքները, այլ մեր սպասելիքները Տիրոջից է, որ արդեն կա եւ կիրականանա իմ կյանքում, եթե ես մինչև վերջ լինեմ հավատքի մեջ։ Իսկ որպեսզի ես մինչև վերջ լինեմ հավատքի մեջ եւ իրականանա իմ կյանքում այն ինչ որ Տերը խոստացել է ինձ համար, ես պետք է ունենամ միշտ գոհացող սիրտ, միշտ շնորհակալ լինեմ։ Այսօր մենք խոսալու ենք շնորհակալությունից, որպեսզի մեր սիրտը իրականում լինի միշտ շնորհակալ, անգամ դժվարությունների մեջ, որտեղ ել եմ ասում, շնորհակալ սիրտը դա ուղիղ կապ է մշտական Աստծու հետ։ Մենք հաճախ հարցնում ենք, Տեր, ո՞րն է քո կամքը մեր կյանքում։ Տերը ուղիղ պատասխան է տալի, ամեն բանի համար շնորհակալ եղեք այս պատգամում, այս խոսքում։ Ամեն բանի համար, դժվարությունների համար էլ շնորհակալ եղեք, ամեն բանի համար, որովհետև այն ցույց է տալի, թե ում է պատկանում քո սիրտը։ Երբ որ դու շնորհակալ ես, դու քո վարքով ցույց ես տալի ումն է քո սիրտը։
Երբ որ դու շնորհակալ ես, դու ցույց ես տալի որքան վստահություն ունես Աստծո վրա։ Գիտեք, շատ վտանգավոր է, երբ որ քրիստոնյան, ես այսօր մեզանից եմ խոսալու, աշխարհից չեմ խոսալու, մեզանից եմ խոսալու։ Բայց վտանգավոր բաներից մեկը քրիստոնյայի դա փնփնթոցն է, դա դժգոհությունն է, դա ոչ շնորհակալ սիրտ է, դա նման է աշխարհին։ Այսինքն մարդ, քրիստոնյա մարդ, որը չունի հավատք, որը չունի հույս, չունի հավատք ու հույս, որովհետև դեռ չի հասկացել Աստծո սերը։ Որ մեկը ասենք այսքան ժամանակ մեր երեխեքին սոված պահել, որ հացեն ուզե չենք տվել։ Ոչ մեկս։ Խի Աստված մեզ սոված կպայ, խի Աստված իր խոստումը չի տա մեզ։ Եկեք նախ առաջինը հասկանանք Աստծո սերը, թե ինչքան է Աստված սիրում, եւ Աստված իր ամեն խոսքի մեջ, ամեն շարժի մեջ մենք կարանք տեսնենք Աստծո սերը մեր հանդեպ։ Ամեն։ Շատերը շնորհակալ են լինում, երբ Աստված պատասխանում է, երբ Աստված օրհնում է, երբ օգնություն է գալիս, երբ կյանքն է կարգավորվում, բայց Աստված ասում է ամեն բանի համար շնորհակալ եղեք։ Աստծո խոսքը տենց է ասում։ Եվ ամեն բանի համար շնորհակալ լինելը դա ներառում է անգամ իր մեջ դժվարություններ, կորուստներ եւ մեզ համար անհասկանալի ինչ-որ բաներ, որ լինում է մեր կյանքում։ Չէ՞։ Մենք շատ ենք անցնում բաներ մեր կյանքում, որ անհասկանալի է, խի։ Ու շատ անգամ այս բառը բարձրացնում ենք, ինչու Տեր իմ կյանքում սենց եղավ, խի իմ կյանքում սենց եղավ։ Գիտեք, երբ որ հարցնում ենք ինչու, խի, շատ հավանական է, որ սատանան սկսի պատասխանել ձեզ։ Ու դուք վերցնեք սխալ ինֆորմացիա, որտեվ սատանան շատ արագ է ինքը շարժվում։ Եվ չգիտեմ ինչու, Տերը թույլ է տալի, որպեսզի սատանան միշտ առաջ ընկնի։ Հետո նոր ինքն է խոսում։ Բայց երբ որ մենք միանգամից հարցնում ենք, ընկնում ենք դրա մեջ, գիտեք, մենք դուռ ենք բացում, չարին դուռ ենք բացում սատանային, որպեսզի նա սկսի պատասխանել, թե ինչու սենց եղավ մեր կյանքում։ Եկեք սատանային տեղ չտանք, որպեսզի մենք չվերցնենք սխալ ինֆորմացիա, որտեղ հավատքը գիտեք ինչ է, երբ որ անգամ սատանան էլ խոսա քո ականջի մեջ, դու հարցնես ինչու իմ կյանքում սենց է, ինչու իմ կյանքում այսքան դժբախտություն, այսքան դժվարություն, էսի չի ստացվում։ Գիտեք, եթե մենք չշարունակենք գոհանանք Աստծուց անգամ դրա համար, սատանան սխալ ինֆորմացիայով լցնելու է մեր միտքը ու մեր սիրտը։ Սխալ ինֆորմացիայով է լցնել։ Ու այդ սխալ ինֆորմացիայով ձևավորվելու է մեր հավատքը, որը որ ուժ ունի պահի մեզի այդ իրավիճակի մեջ։ Հասկանում եք։ Այս իրավիճակի մեջ կմնանք այնքան ժամանակ, մինչև չսկսենք գոհանալ Աստծուց։ Անկամ սրա համար։ Ես ուզում եմ, որ մենք մի քիչ հայացք գցենք Հոբի վրա։ Տեսնենք Տերը ոնց է ներկայացնում Հոբին։ Հոբի գիրքը կարդացել ենք շատերս, ով չի կարդացել, շատ հետաքրքիր գիրք է, կխնդրեմ որ կարդաք։ Բայց տեսեք, Հոբը ուներ սիրտ, որը որ Տերը քննել էր այդ սիրտը։ Շատ շուտվանից արդեն Տերը քննել էր այդ սիրտը։ Ու տեսել էր Հոբի սրտում այն, որը անխախտելի է, չի կարա փոխվի։ Գիտեք Տերը ինչ էր տեսել Հոբի սրտում։ Սեր։ Գրված է, որ սերը Աստծու ու մարդու սերը, որ միաբանվում են իրար հետ, չէ՞, այս սրտերը, այս սիրում են իրար։ Սա չի փոխվի երբեք։ Ոչ մի հանգամանքներից դա չի կարա էլ փոխվի։ Դրա համար Տերը հաստատ գիտեր, որ Հոբը իրան սիրում է։ Դրա համար երբ որ սատանան եկավ, ժողովին կանգնեց Տիրոջ առջև, չնայած հավատում եմ, որ իրան ոչ մեկ չէր հրավիրել այդ ժողովին, բայց մարդիկ կան տենց են, չէ, որ նենց գալիս են, սիրուն մտնում են այդտեղ, մտամ թե բան չի եղել, ամեն ինչ նորմալ է, բայց խնդիր կա, ոնց բան չի եղել։ Բայց տենց մարդու տեսակ կա, որ բան չի եղել, ամեն հարց պետքա լուծվի։ Տեսեք, Հոբ առաջին գլուխ 8-ից կներեք, 8-րդ խոսքից կարդամ։ Այստեղ ժողով է, ասենց պատկերացնենք, որ Աստված ժողով է անում, դե ես հավատում եմ, որ երկնքում շուշուտ կա այս ժողովները, Աստված հավաքում է իր անձնակազմին, հրեշտակներին, իրանք որոշում են։ Ես չգիտեմ, սա հոգևոր բաներ են, որոշում են աշխարհի փրկությունը, որոշում են ամեն մեկի կյանքը անհատական ամեն մեկի կյանքը, որտեվ ստեղ գնում է Հոբի մասին խոսքը։ Տերը սատանային երբ որ նկատեց, նրան ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրիր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ եւ չարությունից հեռացող մարդ չկա»։ Այստեղ մի փոքր կանգնեմ, հետո գնանք առաջ։ Տեսեք, Հոբի սիրտը, Հոբի շնորհակալ սիրտը Աստծուն, ինքը արդեն վկայություն է։ Պատկերացնեք, Աստված երկնքում վկայում է Հոբի մասին։
Այսօր մենք էլ ենք, չէ՞, սովոր մի եղբայր մի հատ լավ գործ ունի, մի լավ վկայություն ունի անցած, ես ասում եմ, գիտեք ասպետի հետ սենց բան ա եղել, գիտեք ինքը ոնց անցավ այս դժվարությունը եւ Աստծուն փառք տվեց։ Պատկերացնում եք Աստված նայում է այսօր ամեն մեկի սրտին։ Եվ երկնքում ամեն մեկիս անունը տալիս է։ Հիսուսը ասում է, եթե չհամաչեք Աստծուց, եթե չհամաչեք ինձանից, ձեր անունները անհատական, ձեր անունները տրվելու է գահի վրա։ Պատկերացնում եք, Աստված խոսում է, անուն առ անուն խոսում է։ Եվ եկեք նենց ապրենք, նենց գոհացող հոբի նման սիրտ ունենանք, որպիսի մեր կյանքը լինի վկայություն, որպիսի Աստված ասի, տեսար ինքը ոնց արեց, տեսար ինքը ինչ արեց դժվարություն անցնել, տեսակ ինքը ոնց դուրս եկավ դժվարությունից հուսալով ինձ։ Եվ հոբի սիրտը էդ էր խոսում։ Բայց նայեք, սատանան Տիրոջը պատասխանեց ու ասեց. «Միթե հոբը Աստծուց վախենում է առանց ակնկալության, չէ՞ որ դու նրան, նրա տունը, նրա բոլոր կալվածքները ցանկապատել ես, նրա ձեռքի գործերը օրհնել, նրա հոտերը տարածվել են երկրով մեկ, բայց հիմա ձեռքդ երկարիր նրա ողջ ունեցվածքին դիպիր ու կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի»։ Տեսեք, սա սատանայի բնությունն է։ Ձեզի ծանոթ է այս բնությունը։ Ամբողջ աշխարհը չարության մեջ է, ամբողջ աշխարհը։ Եկեք համաձայնվենք, որ աշխարհի բոլոր մարդիկ այս նույն բնույթը ունեն, չէ՞։ Առանց ակնկալության։ Միթե ինչ-որ մարդ առանց ակնկալության մեկին կորտնի, մեկից գոհություն կհայտնի, մեկից միշտ շնորհակալ կլինի։ Տենց բան չկա աշխարհում։ Կան մարդիկ, ովքեր Աստծո հոգով են շարժվում եւ առանց ակնկալության, այո, առանց սպասելիքների, այո, միշտ շնորհակալ են, միշտ գոհություն են հայտնում։ Կամ միշտ մի լավ բան կանեն առանց ոչ մի բան սպասելու։ Դա մենակ Աստծո հոգին է անում։ Դա մենակ Աստծո հոգին այն մարդ։ Գիտեք, մարդը ինքնուրույն առանց Աստծո ոչ մի լավ բան չունի իր մեջ։ Ոչ ես ու դու չունենք մեր մեջ ինքնուրույն ոչ մի լավ բան։ Եթե ինչ-որ լավ բան էլ ունենք մենք ինքներս մեր, դա մենակ Տերն է։ Ու դա գիտեք, դա հիանալի է։ Երբ որ մենք հասկանում ենք, որ ամեն բարի բան, ամեն լավ բան, որը այս աշխարհից զատ է, որը ուրիշ է, Տիրոջից է գալի, ու մենք տեսնում ենք դա մեր մեջ, գիտեք, եկեք դրա մեջ էլի ավելի շատ աճենք, դա սիրենք, բարի սիրենք, Աստծուն սիրենք, Աստծո գործը սիրենք, Աստծո բնությունը սիրենք։ Մենք պետք է, գիտես, քրիստոնյաներս ուղիղ նայենք եւ ուղիղ տեսնենք, սևը տեսնենք սև, սպիտակը տեսնենք սպիտակ։ Ու մեր կյանքում պետք է դա բաժանվի։ Սևը սպիտակից մենք պետք է բաժանենք։ Տերը սատանային ասաց. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքին թող լինի, միայն թե ձեռքդ նրան վրա չդնես»։ Եվ սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց։ Տեսեք, առանց Աստծո թույլտվության սենսենից ոչ մի բան չի կարա լինի։ Աստված այս վիճակը թույլ տվեց, որպեսզի Հոբը փորձվի։ Ինչու թույլ տվեց։ Որովհետև Աստված 100% համոզված էր։ Ինքը տեսել էր Հոբի սիրտը, ինքը տեսել էր, որ Հոբը իրան սիրում է, եւ երբ որ կա սեր, դա անբաժանելի է։ Ամեն։ Եվ Հոբի կյանքը դառավ վկայություն Աստծո համար։ Իսկ սատանայի մեղադրանքի էությունը սա է. մարդը շնորհակալ է միայն այն ժամանակ, եւ ամեն ինչ լավ է ընթանում։ Բայց գիտեք, Հոբը ինչ արեց։ Գիտեք ինչ կատարվեց Հոբի հետ։ Ով չգիտի այս պատմությունը, կարճ անցնենք միած։ Գիտեք, Հոբի կյանքը հակառակն է լրիվ ցույց տալիս։ Լրիվ հակառակն է ցույց տա։ Նա հավատք ուներ, նա սիրտ ուներ, նա սեր ուներ։ Եվ այս նույն գլխով որ իշտում ենք 21-րդ խոսքում, գիտեք ինչ եղավ։ Հոբը ուներ 10 երեխա, 7 տղա ուներ, 3 աղջիկ ուներ, այդ տարածաշրջանի ամենահարուստ մարդն էր, որը ուներ 10 երեխա եւ օրհնություն ուներ Աստծո կողմից։ Ամեն ձևի ինքը օրհնված էր։ Բայց մի օրվա մեջ, եւ մի կես ժամվա մեջ իր ծառաները հերթով իրար հետևից գալիս են, իրան վատ լուր են հայտնում։ Մեկը ասում է քո ուղտերին գողացան, մեկը ասում է քո ոչխարներին գողացան, մեկը ասում է քո եզներին գողացան, այսինքն հարստությունդ եկան, թալանեցին, գողացան, ասենց իր մեկը չի դադարում պատմի վատ լուրը, մյուսն է հետևից գալիս, մյուսն է հետևից գալ։ Գիտեք, ամենավերջում էլ եկավ ամենավատ լուր հայտնող, ասում է
քո երեխեքը 10-ել, բոլորը մի տան մեջ հավաքված խնջույք են անում, քամի բարձրացավ, տունը փլուզվեց եւ նրանք բոլորը մահացան։ Պատկերացնում եք, իրար հետևից գալիս է մարդու կյանքում դաժանություն ու այս վատ լուրերը։ Ինքը հասարակ ինքը ամեն ինչ կորցրեց։ Ամեն ինչ։ Մնաց մենակ ինքը եւ իր կինը։ Բայց տեսեք 21-րդ գլխում Հոբը ինչ է անում։ Տեսեք, պատկերացրեք մարդ, որը Աստծուն չի ճանաչում, Տիրոջը շնորհակալ չի։ Ու միանգամից իր կյանքում շատ դեպքերում լինում է ասես մի չնչի նեղություն է գալիս մարդու կյանքում։ Գիտեք մարդը ինչ անում։ Բա ուր էր Աստված, սկսում է նեղանալ, սկսում է փնփնթալ, սկսում է հայհոյել, սկսում է անիծել եւ այլ եւ այլ եւ այլ։ Գիտեք, բայց սա աշխարհային է, սա աշխարհի հոգին է խոսում մեր մեջ շատ անգամ։ Բայց Աստծո հոգին, երբ որ մենք Աստծուց շնորհակալ ենք ու միշտ բաց սիրտ ունենք Աստծո համար, ուրիշ է։ Տեսեք Հոբը ինչ արեց։ 21-րդ խոսքում գրված է, Հոբը այո պատրեց իր աշորերը, նենց չի ինքը ուրախացավ, դա ուրախանալու բան չի։ Գրված է ինքը պատրեց իր աշորերը, ինքը հող բարձրացրեց իր գլխի վրա եւ ծնկեց, գիտեք առաջի բառերը Հոբի ինչն էր, օրհնյալ լինի Տիրոջ անունը, Տերը տվեց, Տերն է վերցրեց։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այսինքն Հոբը առաջինը ինչ արեց, նա օրհնեց Տիրոջը, բայց Սատանան ինչ էր ասել Աստծուն։ Վերցրու սաղ ձեռքից ու կտեսնես, որ նա քեզ կհայհոյի։ Հնարավոր չի սերը եւ շնորհակալ սիրտը Աստծուն հայհոյի։ Աստված դա գիտեր։ Գիտեք, երբ որ մենք ունենք շնորհակալ սիրտ անգամ կորուստների մեջ, մենք կորուստ չունենք այդտեղ։ Դու կորուստ չունես, երբ որ քո սիրտը մի շնորհակալ է Աստծուն։ Մեզի թվում է մենք կորցրեցինք։ Սատանան շատ կարա խոսա, ասի դու կորցրեցիր, գողացան քեզանից, ես գողացա, դու էլ չունես դա։ Բայց գիտեք, ոչ մի բան Հոբը չկորցրեց, մենք պատմությունը գիտենք վերջում։ Մենք գիտենք, որ Հոբը ոչ մի բան էլ չկորցրեց։ Աստված իրան կրկնակի հետ տվեց, երբ որ ինքը անցավ իր նեղությունը, երբ որ ինքը օրհնեց Աստծուն, եւ էլի դժվարությունները շատացան, մենք գիտենք, որ իրան էլի եկավ հիվանդություն կպավ Հոբին, կինը սկսեց Հոբին փնովել, վատ բաներ ասել, Աստծուն հայհոյի գնա մահացի պրծի։ Գիտեք, բայց Հոբը այս ամեն ինչը անցավ շնորհակալությունով ու գոհությունով Աստծուն, եւ նա կրկնակի հետ վերադարձրեց իր ունեցվածքը։ Ինչ ուներ, կրկնակի հետ ստացավ։ Էլի 10 երեխա ստացավ։ Եթե ուներ 5000 ուխտ, 10000 ունեցավ։ Եթե ուներ 10000 ոչխար, 20000 ունեցավ։ Ուներ 10 երեխա այս աշխարհում, 10-ն էլ Աստված տվեց։ Էլի 7 տղա ծնվեց Հոբին, 3 աղջիկ ծնվեց Հոբին։ Բակասես այն մյուս կես բախիկ չծնվեց կրկնակի շատ, որտեվ երկնքում Աստված սրանով ուզում է ասի, որ նրանք չեն կորել, այդ 7-ն էլ ու 3-ն էլ, այդ 10 երեխեքը երկնքում են, իսկ երկնքում կորուստ չկա։ Դրա համար Հիսուսը ասում է՝ մի վախեցեք, երբ որ ձեր մարմինը կսպանեն, մի վախեցեք, ձեզ չեն կարող, այլ վախեցեք նրանից, որ ձեր հոգիները գեհենի մեջ կկործանեն, կորուստի կգնա։ Այս սրանից պետք է վախենալ։ Գիտեք կորուստը մենակ որտեղ է, դժոխքում։ Աստծուց զատ ամեն հոգի դա կորցված հոգի է, բայց Աստծու մեջ ինչ որ էլ կատարվի, եթե մենք մնանք հավատարիմ Աստծուն ու շնորհակալ սրտով, ոչ մի բան չենք կորցնելու, ամեն ինչ մնալու է։ Եկեք ռեալ տեսնենք այսօր Հոբին։ Հավատում ենք, որ Հոբը երկնքում է այսօր։ Այո, ինչքան երեխա ունի Հոբը երկնքում այսօր։ 20։ Ու գիտեք ինչ երջանիկ է ինքը։ Կորուստ չկա, երբ որ քո սիրտը գոհանում է, որովհետև Հոբը ցույց տվեց իր խորագույն վստահությունը Աստծուն։ Մենք վերջում կտեսնենք, թե Հոբը ինչ հայացք ունի։ Ես վերջում կարդամ մի հատ էլ Հոբի ստեղ, տեսնենք, թե Հոբը ինչ հայացք ուներ դեպի Աստծուն։ Ինքը չէր նայում այս ունեցվածքին, ինքը ուրիշ բան էր տեսնում։ Եվ գիտեք, Հոբը հասկանում էր մեկ բան, ասեց Աստված տվեց, Աստված վերցրեց։ Ամեն ինչ այսօր ունենք Աստծունն է։ Ամեն ինչ, ժամանակը, սա քոնը չի, դա սա Աստծունն է։ Մեկ որ մարդը ասում է իմ կյանքը, ես ու իմ կյանքը սա վտանգավոր է,
Որտեվ որ դու ասում ես ես ու իմը ու ինձ, դու մենակ ես այդ դաշտում։ Ու դու թիրախ ես սատանայի համար։ Իսկ սատանան կողքից կանգնած ծիծաղում է։ Ասում է հեսա տես ոնց քեզի քրքրեմ ու թալանեմ, դու էլ չհասկանաս ինչ եղավ։ Հետո էլ ասես Աստված մեղավոր է։ Գիտեք, մենք մերը չունենք։ Մեզ ինք ստեղծել է Տերը։ Մեզ կյանք տվել է Տերը։ Ժամանակն էլ Աստծունը։ Ընտանիքն էլ Աստծունը։ Եկեղեցին էլ Աստծունը։ Շունչն էլ Աստծունը։ Մեր ամեն շունչը, որ մենք շնչում ենք, արտաշնչում ենք, դա էլ Աստծունը։ Եկեք հավատանք ու հասկանանք, որ դա այդպես է։ Դրա համար ինչ որ անգամ սատանան կգողանա մեզանից, ինքը քեզ չգողաց։ Երբ որ դու ասում ես սա Աստծուն, նա ինքը Աստծուց բան գողացավ։ Եվ Աստված անպայման հաշիվ կպահանջի սատանայից։ Այն մարդու կյանքից, երբ որ սատանան բան գողանա ու այդ մարդը Տիրոջն է հուսացած ասում է, իմը չի քոնն է Տեր, ինքը Աստծուց բան գողացավ։ Երբ որ դու ասում ես իմն է, ինքը քեզ գողացավ, դու ոչ մի բան չես կարող անես։ Խեն այսօր շատ մարդիկ երկար տարիներով մնում անեծքի մեջ, դժբախտության մեջ, տարբեր տեսակի վատ վիճակների մեջ ու չեն կարողանում դուրս գալ, որտեվ կարծում են թե իրանցն է սա։ Իրանցից գողացավ, սատանան գողա հիշեք։ Սատանան եկավ, գողացավ ու դուք թալանված մնացել եք։ Որտեղ քեզանից գողացավ ու դու չես կարող հետ վերադարձնել, դու ոչ մի բան չես կարող անել, բայց երբ որ դու հայտարարում ես ու դու մի սկիզբ ես դնում քո կյանքում, ես կուզենամ, որ այսօր, այս քարոզից հետո, աղոթքից հետո մենք մեր կյանքում դնենք մի սկիզբ, մի սկզբունք ունենանք, որ իմ ժամանակը ես ինքս իմ ամեն ինչով Տիրոջինն ենք։ Եվ ով որ ինձ կկպնի ու իմ ժամանակին կկպնի, իմ երեխուն կկպնի, իմ առողջությանը կկպնի, ինչ ինձանից կգողանան, Տեր քեզանից են գողանալու։ Գիտեք, ապրեք սենց Տիրոջը հուսանալով եւ գոհություն հայտնելով։ Անկամ որ սատանան կգա կգողանա, քո մի բան առողջությունդ կգողանա, դու կկայնես Տիրոջը գոհություն կհայտնես։ Գիտես խի, որտեվ դու այդ փորձառությունը որ անցնես, դու կհասկանաս, որ դու կրկնակ ես հետ ստանալու։ Ինչ որ սատանան կգողանա քեզանից, կրկնակ ես հետ ստանալու։ Դրա համար առողջ հոգևոր մարդը, որոնք գրել են Աստվածաշունչը, անցել են այդ փորձառությունը, եկեք մենք էլ անցնենք ու տեսնենք, որ մենք կրկնակի ենք հետ ստանում Տիրոջից, ինչ որ սատանան գողանում է մեզանից։ Բայց այն դեպքում, երբ որ մենք ամբողջովին տրված ենք Տիրոջը, մեր ամեն ինչը Տիրոջինն է։ Շատ կարևոր է հասկանանք, որ մենք չենք ապրում մենակ այս աշխարհի համար, այս աշխարհի նյութականի համար։ Եթե կենտրոնանանք այս աշխարհի նյութականի վրա միայն, մենք պարտվում ենք ստեղ։ Մեր հիմնական նպատակը հավիտենական կյանքն է։ Շնորհակալության ճանապարհը դեպի Աստծո ներկայությունն է։ Նենց կուզենամ կարդանք Սաղմոս 100-ն եմ գրել, կարդ Սաղմոսը մի հատ սենց իրար հետ կարդանք։ Գոչեցեք Տիրոջը, ով ամբողջ երկիր։ Ծառայեցեք Տիրոջը ուրախությամբ, ցնծությամբ, եկեք նրա առջև։ Ճանաչեցեք, որ Տերն է Աստվածը, նա է մեզ արարել եւ ոչ թե մենք։ Մենք նրա ժողովուրդն ենք եւ նրա արոտի ոչխարները։ Նրա դռները մտեք գոհությունով, նրա սրահները փառաբանությամբ։ Գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը, որովհետեւ բարի է Տերը եւ հավիտյան է նրա ողորմությունը եւ նրա ճշմարտությունը սերնդից մինչեւ սերունդ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Գիտեք, Տիրոջ բալանին դուրը, որպեսզի մենք միշտ ներկայությունը Տիրոջ ճաշակենք մեր կյանքում, ունենանք Տերը մեր սրտերի մեջ, մենք պետք է միշտ գոհ սիրտ ունենանք։ Գոհ սիրտ, որը որ կփառաբանի Տիրոջ։ Գիտեք, եկեք շաբաթը մեկ անգամ եկեղեցում չանենք այս փառաբանությունը։ Եկեք միշտ փառաբանենք Տիրոջը։ Փառք Հիսուսին այսօր հնարավորություն ունենք, մենք կարող անգամ հեռախոսով մի հատ լավ փառաբանություն կամ մի հատ լավ երաժշտություն միացնենք ու մեր սիրտը ուղենք Տիրոջը, ուղղակի գոհություն հայտնենք Տիրոջը։ Ուղղակի արթնացել եմ այսօր, գոհանում եմ քեզանից Տեր, գոհանում եմ, որ շնչում եմ, գոհանում եմ, որ այսօր լույսը բացվել է ու ես արթնացել եմ։ Գիտես, գրածա քնում ենք, թե արթնանում ենք, Հիսուսի մեջ ենք։ Իսկ Հիսուսի մեջ միշտ գոհություն պետք է հայտնենք։ Պատկերացրեք Նոյին ու իր ընտանիքին, երբ որ իրանք Հիսուս նավի մեջ էին, Հիսուսի մեջ էին իրանք։
Այդ տապանի մեջ, որ ամբողջ աշխարհը փլուզվում էր, ամբողջ աշխարհը խորտակվում էր, բայց Նոյի իր ընտանիքով տապանի մեջ էր։ Առատություն ունեին։ Դες դու կարաս այսօր քեզ տեսնես Հիսուսի մեջ, տեսնում ես աշխարհում ինչա կատարվում։ Աշխարհը խորտակվում է։ Աշխարհը խորտակվում է, լրիվ շրջվել է։ Լավ չի լինելու այս աշխարհում։ Հիշեք։ Ոչ մի նախագահ, ոչ մեկ, ոչ մի օրենք, ոչ մի կոնստիտուցիա, ոչ մի բան չի փոխելու դեպի լավ այս աշխարհում։ Այս աշխարհը 20 թվականից սկսած, չնայած ինքը միշտ էլ sense կործանման է գնաց է, բայց 20 թվականից սկսած ավելի արագացել է նրա կործանումը։ Ինչ են կորցրել այս աշխարհում։ Այսօր մեկ-մեկ զանգում են իմ ծանոթներից, զանգում են Հայաստանից, տեղից, ընդեղից, խոսում են, բա պոլիտիկան, բան, տեսնում ես ընդեղ ինչա կատարում, ստեղ ինչա կատարում, գիտես, ինձ չի հետաքրքրում։ Ասում եմ, այդ աշխարհում այդ երբ է լավ եղել։ Երբ է լավ եղել, կարաք ինձ ասեք, միշտ էլ խնդիր է եղել այս աշխարհում։ Ես մի լավ տեղ եմ գտել, որտեղ խաղաղություն ունեմ, որտեղ ուրախանում եմ։ Դա Հիսուսն է։ Նույնը ոնց որ Նոյի իր ընտանիքով ուրախանում էր, ուտում, խմում, քեֆ էին անում, կենդանիներն էլ հավաքել են իրար հետ, իրանց մեջ, որ փրկի։ Եկեք այս ուրախությունը ճաշակենք։ Սա իզուր չի տրված, սրա համար գին է վճարված։ Սրա համար գին է վճարված, որ մենք լինենք Հիսուսի մեջ։ Եվ աշխարհն էլ թեկուզ քո ընտանիքում կլինի այդ աշխարհը, քո հարևանը կլինի այդ աշխարհը, քո աշխատանքային ընկերը կլինի այդ աշխարհը, թող նա տեսնի քո ուրախությունը, քո շնորհակալությունը, թող նա տեսնի, թող դու վկայություն լինես կենդանի բոլորի համար, որ անգամ եթե դու մի բան էլ կորցնես, դու շնորհակալություն հայտնես Աստծուն, հասկանալով, որ կրկնակի ես այդ ստանալու։ Ստեղ էլ չստանաս, երկնքում ես կրկնակի ունենալու։ Դա Աստծո խոստումն է, եւ Աստված երբեք չի ստում։ Եթե ուզում ենք ավելի մոտ լինենք Աստծուն, շնորհակալությունը մեր բանալին է։ Շնորհակալ սիրտ ունեցեք ամեն ժամանակ, ամեն ինչում։ Մենք անգամ պետքա, տեսեք, աշխարհը ասում է, մեծացանք, տարիները անցնում, մի քանի այս վերջերս շատ եմ հիվանդանոցներ գնում, այցելություններ անում հիվանդ մարդկանց եւ այլն, տեսնում եմ շատ ծեր մարդիկ արդեն որ հիվանդանոցներում են այդ կոյկեքին պարկած, բարդ խնդիրներով, բան, տարիները անցավ, սենց այնքան շուտ թռավ, հետո գալիս եմ տուն, տեսնում եմ իմ 1 տարեկան երեխուն, ասում եմ, այս մարդիկ էլ էին եղել սենց 1 տարեկան երեխա, փոքր, բայց հələ տեսեք ինչքան կարճ է կյանքը ու սենց գնում ու անցնում է, ինչքան փուջ ու ունայն է կյանքը, այս աշխարհի կյանքը փուջ ու ունայն է, գիտեք ժամանակավորի մեջ պետք չի ուրախանալ, եթե էսի նույնն է սատանան այսօր նես ձեռ առնում այս աշխարհ ու մարդիկ թմրած են, ասում եմ քեզ մի հատ կոնֆետ տամ, այս կոնֆետը կեր ուրախացի, բայց վաղը սպանելու եմ քեզի, իրականում տենց է, վաղը քեզ գողանալու եմ տանեմ դժոխք, այսօր ուրախացի, այսօր քեզ մի քիչ լավ կյանք կտամ ուրախացի, իսկ մարդը էլ կա այդ էլսկի չի ստանում, եթե դու այդ մարդկանցից ես, որ չես տամ, ուրեմն փառք Աստծուն, Աստված արգելում է, որ սատանան քեզ այդ կոնֆետը տա, ավելի լավ, թող չտա, եկեք Հիսուսի մեջ լինենք այդ կոնֆետը ուտենք, եկեք Հիսուսի մեջ զգանք այդ քաղցրությունը, այս աշխարհին ժամանակավոր է, բայց Հիսուսի մեջ հավիտենական է, Հիսուսի մեջ ես արդեն հիմա, արդեն ստեղից սկսված պետք է ես լինեմ ուրախ, գոհություն հայտնեմ եւ նրա մեջ լինեմ հավիտյանս։ Գիտեք, շնորհակալությունը փոխում է մեր սիրտը։ Չէ՞ որ մենք կանչված ենք եկեղեցի, որպեսզի ապրենք փոփոխություն։ Ես հիշում եմ, որ ես մի ժամանակ, որ նոր սկսեցի գալ եկեղեցի, ես լրիվ ուրիշ մարդ եմ։ Ճիշտ է, ես փրկված եմ, ես ապաշխարել եմ, եկել եմ եկեղեցի, փառք Հիսուսին, բայց ես ուրիշ մարդ եմ։ Գիտեք, Տերը աշխատում է մարդու սրտի հետ։ Մարդ կա, որ ինքը շատ երկար ժամանակ 20 տարի էլ կանցնի, նույն վիճակի մեջ կմնա եկեղեցում։ Անկամ եկեղեցի է գալիս։ Ես հիմա փրկությունից չեմ խոսում։ Սրտի դիրքից, սրտի փոփոխությունից եմ խոսում։ Բայց մարդ կա, որ շատ արագ է աճում։ Գիտեք, սա էլ է կախված, հեսա ես կկարդամ մի հատված, որտեղ հաստատում է խոսքը, որ մենք պետք է շնորհակալությունով անցնենք այս ամեն ինչը։ Շնորհակալությունով։ Եկեք կարդանք Փիլիպպեցիների 4 գլուխ 6-ից 7-րդ խոսքերը։ Ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով
եւ գոհությունով ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Մի մտահոգվեք։ Խիա Տերը ասում, որովհետեւ մտահոգություն շատ կա այս աշխարհում։ Այս աշխարհը մեզ միշտ խնդիրներ ա բերում։ Նամանավանդ ստեղ միշտ նամակներ են գալիս, միշտ պարտքեր են գալիս, միշտ խնդիրներ են գալի եւ այլ տարբեր բաներ։ Այս աշխարհում միշտ ա եղել խնդիրը։ Առանց Աստծո խնդիրը կա։ Աշխարհը միշտ ուզում է փակի, մտամ ամեն ինչ լավ է։ Տեսեք աշխարհի հոգին, որ մարդու մեջ է, մարդու մեջ աշխարհիկ մարդկանց հետ որ շփվում եմ, իրանք ժպտում են, sense ցույց են տալի, որ ամեն ինչ լավ է, բայց ես գիտեմ, որ ոչ մի բան էլ լավ չի իր կյանքում։ Հենց մի հատ խորացի իր խոհանոց, քաոս է։ Աշխարհիկ մարդու կյանքը քաոս է։ Բայց իրանք ցույց չեն տալի, որովհետև այս աշխարհի հոգին ամեն ինչ ուզում է ծածկի։ Ամեն ինչ լավ է, ամեն ինչ օքեյ է, բայց ոչ մի բան լավ չի։ Հիսուսը ասում էր դրսից սիրուն եք երևում, բայց մեջը փդած ոսկորներ եք։ Դա աշխարհն է։ Բայց Տերը մեզ կյանք է տալ։ Տեսեք, Տերը ասում է, ոչինչի համար մի մտահոգվեք։ Ոչինչի համար։ Կարաս ասես, ես ոչ մի բանի համար չեմ ուզում մտահոգվել։ Ես ես վերջերս մի երկու շաբաթ առաջ ինչ որ հարց կար իմ կյանքում, մտահոգվել է, ինտերնետ էի մտել, ինչ որ բաներ էի որոնում, ինչ որ գնում պետք է անեի, բան էի ման գալիս։ Գիտեք, մի քանի ժամ երևի մնացի, չեմ ասում մի օրվա մեջ մի քանի ժամ, բայց մի շաբաթվա մեջ մի քանի ժամ ես տրամադրեցի դրա։ Մեկ էլ Տերը խոսած ասեց, ես քեզ չեմ ասեմ մի մտահոգվի, ասի Տեր կներես, եթե ինձ մի բան այդ պետք է, դու գիտես ժամանակը ես եփ կստանամ դա։ Գիտեք, մի անգամից ծածկեցի, էջը թերթեցի, ճղեցի, թափեցի։ Ինձ պետք չի։ Տերը գիտի ինձ ինչա պետք, բայց մտահոգությունը իմը չպետքա լինի։ Տիրոջինն է։ Ինքն է արարիչը։ Մենք Իրանից ենք ստեղծված։ Ասում է՝ մի մտահոգվեք, ինչի համար, որովհետև երբ որ մենք սկսում ենք մտահոգվենք ինչ որ հարցի սուր, գիտեք ինչա կատարվում։ Մենք տապանից դուրս ենք գալիս։ Մենք Հիսուսի խաղաղությունից դուրս ենք գալիս։ Դուրս են գալիս ուր աշխարհ։ Սատանայի ուզած է այնա, որ քեզի մտահոգություն տա, խնդիրներ տա, որ դու սկսես քո խնդիրների մասին մտածես, սկսես քո խնդիրները լուծես այս աշխարհում ու դուրս գաս նրա մեջից կորցնելով քո խաղաղությունը։ Ու սատանան երբ որ սկսում է հարձակվել քո վրա, դու էլ չես մտածում Տիրոջը փառք տաս։ Գիտես խի, որտեղ դու դուրս ես գնացել։ Դու դրսում ես, դու մեջը չես, բայց մեջը կա ուրախություն։ Մեջը ուրիշ արքայություն է։ Երբ որ մեջն ես, նա էլ քո մեջ է։ Դրա համար Հիսուս ինչ ասում է՝ մի մտահոգվեք։ Կոնկրետ ասում է՝ մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությունով, անգամ դու դեռ չես ստացել քո ուզածը։ Առանց մտահոգության ասա՝ Տեր, խնդրում եմ, ինձ էսա պետք, ինձ էնա պետք։ Մինչև մեր ուզելը Տերը գիտի մեզ ինչա պետք։ Գիտեք ինչ ասում։ Ասում է գոհությունով, գոհությամբ, մինչև անգամ քո ստանալը ինչ որ քեզ պետք է։ Տիրոջ ասա Տեր, շնորհակալ եմ։ Իրոք շնորհակալություն ասա Տիրոջը։ Ինքը իր խոսքի Տերն է, ամեն եւ այո։ Հիսուսը իր խոսքի Տերը, կարանք սրան հավատալ։ Գիտես, եթե դու հավատաս, հավատք դնես ամեն խոսքի վրա, դա կկատարվի քո կյանքում։ Ինչքան հիանալի է Աստծո մեջ ապրելը, առանց մտահոգության։ Ուղղակի հանձնենք Տիրոջը։ Գիտեք, Պապա է ինքը։ Ինքը ուղղակի ինչ-որ sense աստվածներից մեկը չի, ինքը արարիչն է, որ մեր հայրն է։ Պապա ունենք, աշխարհը չունի։ Ամեն։ Ամեն, Պապա ունենք, աշխարհը չունի։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում կպահպանվի։ Հասկանում եք ինչ ասում։ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ամեն աշխարհիկ մտքից վեր է Աստծո խաղաղությունը, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում կպահպանվի։ Աստծո համար շատ կարևոր է, սիրելիներս, մեր համար էլ դա շատ կարևոր պետք է լինի, որպեսզի մեր միտքը ու մեր սիրտը պահպանվի խաղաղության մեջ։ Բայց դրա համար Տերը ասում է՝ մի մտահոգվեք, այլ ձեր խնդրանքները աղոթքով, աղաչանքով հանձնեք գոհությունով Տիրոջը։ Ամեն։ Դժվար է։ Դժվար բան չկա, չէ՞։ Բայց մենք բարդացնում ենք։ Մենք սկսում ենք ինչ-որ աշխարհիկ ձևերով մտածել, ինչ-որ բաներ ենք ուզում անենք, ինչ-որ բաներ ֆրցնենք մեր ձևերով, մեր հասկացած հին ձևերով։ Շատ հեշտ է։ Գիտես, Տերը տալիս է իմաստություն, երբ որ մենք իրոք հանձնում ենք Տիրոջ, ասում ենք Տեր,
դու գիտես, որ ես այս կարիքն ունեմ։ Տեր, դու գիտես։ Ես ոչ չեմ դնելու մանրամասներ։ Տերը գիտի մեր կարիքները։ Մենք աղոթքով, խնդրանքով, գոհությունով հանձնում ենք Տիրոջը։ Եկել տեսնում ես ստացար։ Ես չեմ ասում քեզ քայլեր չանենք, դրա մասին չեմ խոսում։ Քայլեր էլ պետք է անենք, բայց քայլերը արդեն Տիրոջից կգա։ Իմաստուն քայլերը Տերը կտա, որպեսզի դու անես ճիշտ իմաստուն քայլեր, որպեսզի ստանաս այն ինչ որ Տերը ուզում է քեզ տա։ Ամեն։ Եվ գիտեք, շնորհակալությունը, երբ որ մարդու սիրտը մի շնորհակալ է, դա քո հոգու բժշկությունն է։ Դա բժշկում է քեզ։ Ի վերջո, շնորհակալությունը հասուն հավատքի պտուղ է։ Երբ որ մարդը հասունանում է, հոգևոր հասունություն ունի, գիտեք, նա ավելի շնորհակալ է իր կյանքում։ Նա ավելի է իր շնորհակալությունը հայտնում, եւ այդ շնորհակալությունը ավելի հոգևոր աճ է մարդուն տալիս։ Ինչքան դու շնորհակալ լինես, այնքան քո հոգին կաճի Տիրոջ մեջ, քո հոգին կբարձրանա Տիրոջ մեջ։ Մի տեղ եմ ուզում կարդամ Կողոսացիս 2:6-7 խոսքերը։ Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին Տիրոջը, նրանով էլ ընթացեք, արմատավորված եւ նրանով շինված, հավատքի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք եւ դրա մեջ աճեք գոհություն հայտնելով։ Ինչն է հոգու աճը, գոհություն հայտնելը Տիրոջը։ Գոհություն ենք հայտնում, Տիրոջ մեջ բարձրանում ենք, Տիրոջ մեջ աճում ենք։ Գիտեք, մենք պետք է ունենանք հոգևոր աճ։ Բոլորս։ Մենք չպետք է բավարարվենք, ասենք, այն եղբայրը ինչ լավ է քարոզում։ Բա տեսել եք մեր եկեղեցու ասպետը ինչ լավ հոգևոր տղա է։ Այ մարդ դու եղի լավ հոգևոր տղա կամ լավ հոգևոր քույր։ Դու եղի։ Ամեն մեկս մեր համար պետք է մտածենք։ Գրված է ամեն մեկը իր հավատքով կփրկվի։ Հետո ինչ որ ասպետը հոգևոր եղբայր է։ Ինձ լավ է, շատ լավ է, որ ես ունեմ եկեղեցում մի հատ լավ եղբայր, մի հատ լավ քույր, հոգևոր ուժեղ ամուր կա։ Դա շատ լավ, դա օգնում է մեկը մյուսին, օգնում է։ Բա ես ինձ էլ է պետք։ Ես էլ եմ ուզում տենց լինեմ։ Գիտեք, եկեք լինենք աճի մեջ, հոգևոր աճի մեջ նախանձախնդիր։ Ես էլ եմ ուզում Տեր աղոթեմ, ոնց որ այն եղբայրն աղոթում, ոնց որ այն քույրն աղոթում։ Ես էլ եմ ուզում հոգու մեջ աճեմ։ Շնորհակալություն Տեր։ Եկեք մի շնորհակալ լինենք Տիրոջը։ Ես սրտից եմ խոսում, ես խոսում եմ այն ինչ որ ապրել եմ, այն ինչ որ ապրում եմ։ Շնորհակալ սիրտը միշտ տալիս է հոգևոր աճ։ Եվ կարդամ վերջում մի քանի տեղ էլի, որ մեր հայացքը ուղի իրական կյանքի վրա, իրականության վրա, ոչ թե այս աշխարհայինի վրա, ես էլ եմ ասում, այս աշխարհայինը ինչ որ ունենք, դա մեզ պետք է, Աստված գիտի մեզ ինչա պետք։ Մեզի պետք է առողջություն, պետք է Հիսուսը հիվանդներին բժշկում էր։ Մենք էլ պետք է դա անենք, շարունակենք, ձեռնադրենք, աղոթենք, հիվանդները պետք է բժշկվեն։ Հիսուսը քշում էր դևերին, ինչ որ Հիսուսը անում էր, մենք պետք է անենք։ Բայց ինչ էլ անենք, պետք է անենք գոհությունով։ Ինչ էլ անենք, մեր հայացքը պետք է ուղղված լինի երկինք, բայց ոչ թե մնաս տեղ։ Կստանամ թե չեմ ստանա։ Գիտեք, շնորհակալությունը, մեր շնորհակալությունը հիմնականում պետք է ուղղված լինի հավիտենական կյանքի համար։ Հավիտենական։ Շատ լավ է, փառք Հիսուսին, փառք Տիրոջը, մենք ստեղ ինչ ունենք։ Բայց գիտես, Աստվածաշունչը, Աստծո խոսքը ոչ միտեղ չի ասում, որ դու ունես սա, էս, ունես քո ընտանիքը, ունես քո առողջությունը, ունես քո ֆինանսները, ունես քո կարիերան եւ այլն, եւ դա մնայուն է լինելու մինչեւ վերջ։ Գիտեք, Աստված չի խոստանում դա։ Գիտեք ինչու՞։ Որովհետեւ աշխարհում կա գող։ Եվ այս աշխարհում ասում է, գողերը գողանում են, բայց այնտեղ գողություն չկա։ Դրա համար ասում է, ձեր սիրտը մի կապեք այս աշխարհի հետ, որտեղ կփոշմանեք, կհիասթափվեք։ Այստեղ գող կա, ասում է, մի օր գողանալու է։ Հաստատ չի, բայց կարա գողանա։ Դրա համար մի կապնվեք այնտեղ, որտեղ դու կարաս հիասթափվես։ Երբեք ժամանակավորի մեջ մի կապի քո սիրտը, որտեղ հաստատ հիասթափվելու ես մի օր։ Բայց եկեք մեր սրտերը կապենք Տիրոջ հետ։ Եկեք մեր սիրտը կապենք Հիսուսի հետ, որտեղ դու երբեք չես հիասթափվի։ Անկամ ստեղից էլ մի բան կգողանան քեզանից, բայց դու կիմանաս, որ Տերը քեզ հետ կվերադարձնի։ Կամ երկնքում երկու հատ կունենաս, կրկնակին կունենաս։ Հռոմեացիներ 8:28-29։ Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչում են նրա կամքով, որովհետեւ նրանց ում սկզբում
ճանաչեց, նախասահմանեց, կերպարանակից լինել իր որդու պատկերին, որպիսի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։ Գիտեք, եկեք ստեղ վերցնենք այն ամենաքաղցր խոստումը, որ Տերը մեզի տալիս է։ Ինչ որ լինի Տերը ասում է, ինչ էլ կպատահի քո կյանքում, իմացի, որ ամեն ինչ բարիին գործակից է լինելու։ Եթե մենք մի բան կորցնում ենք մեր կյանքում, գիտեք, ես մեկ-մեկ վերլուծում եմ իմ կյանքը, Տեր, ես եղել եմ մի տեղ, հետո եղել եմ մի ուրիշ տեղ, հետո մի փոփոխություն է իմ կյանքում եղել, ուրեմն սխալ էր, որ ես տեղ էի, հետո փոփոխվեց իմ կյանքը, որ ես տեղ եմ, կամ մի բան պետքա ես թողնեմ, գիտես, ամեն ինչի համար պետքա գոհ լինենք։ Ամեն ինչ կյանքումդ անցել ես, հիշի լավից բռնվի։ Հիշի ինչ լավ բան ես սովորել, հիշի ինչ լավ բան ես քաղել դու քո կյանքում ամեն ինչից։ Գիտեք, շատ բաներ կա, մենք չենք հասկանում։ Մենք չենք հասկանում ինչու համար սենց եղա։ Ինչու համար ես մի կետում եմ, հիմա մյուս կետում եմ, բայց դժվար է այս անցումը արել իմ կյանքում։ Խիստեղ սխալ էր Տեր։ Այստեղ մի բան պետք է սովորենք։ Հետո էլ պետք է անցնենք ուրիշ մի բան սովորենք։ Ուղղակի մենք մարդիկը սովորենք ինչ որ կապնվենք, շնչավոր կապ է հաստատվում։ Եվ այդ անցումային շրջանները մեր համար լինում է դժվար ու անհասկանալի, բայց եկեք Տիրոջից գոհություն հայտնենք, գոհ լինենք ամեն ինչի համար։ Ինչ որ մենք ունեցել ենք, ինչ որ ունենք եւ ինչ որ դեռ կունենանք, ամեն ինչի համար։ Ես համոզված եմ, որ դժվարությունների մեջ էլ մի լավ բան եղել է, որտեղ մենք մի բան սովորել ենք։ Շատ մեծ խնդիրներ եմ ես էլ անցել, բայց ես հասկացել եմ, որ պետք է Տիրոջը գոհություն հայտնեմ, անգամ այդ դժվարությունների համար։ Ու գիտեք, ասել եմ, Տեր, ոնց ես գոհություն հայտնեմ, Սուրբ Հոգին սովորացրել է։ Նայի քո դժվարության ընթացքը, որ դու անցել ես, ինչ ես սովորել այդտեղից։ Ու ինքը ինձ պարզ բացում է, ինչ եմ սովորել։ Ու ես համոզված եմ, որ ամեն մեկիս կյանքում մի բան կա, որ մենք սովորում ենք մեր դժվարությունների մեջ։ Դրա համար մենք պետք է գոհություն հայտնենք։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ Տերը մեզ տանում է մի ուրիշ մակարդակ։ Ձեզ թվում է, ինչի Տերը նկատեց Հոբից խոսած, Հոբից, ոչ թե Աբրահամից այդ պահին, որտեղ Աստված նկատել էր նրան ուզում էր բարձրացնել։ Աստված արեց այն ինչ որ ուզում էր Հոբի կյանքում անել։ Աստված Հոբին նկատել էր եւ բարձրացել։ Գիտես, երբ որ Աստված քեզ նկատում է, հնարավոր է քո կյանքում փոթորիկներ սկսվի։ Դու հասկացի, որ Աստված քեզ նկատել է։ Հոբը անցնում էր անհասկանալի դրություն, ինքը չէր հասկանում ինչա կատարում իրակ։ Ինչու ինքը շատ հարցեր ուներ, ինչ եմ ասում, ինչ եմ արել։ Հոբ ջան, Տերը քեզ նկատել է։ Ու Տերը ուզեցավ քեզ բարձրացնի, ել ավելի բարձրացնի։ Ուղղակի այս բարձրությունը ուրիշ մակարդակ, որ Տերը տանում է, միշտ դժվար է։ Դրա համար Հակոբոսը ասում է, անցնելով դժվարություններ, գոհությունով, ուրախությունով անցեք, որտեղ մի լավ տեղ է Տերը ձեզ տանում։ Եվ ի վերջո վերջի խոսքն եմ կարդում Հոբի, դեք Հոբի տեսիլքն եմ ուզում, դու բռնենք այս Հոբի տեսիլքը, ինքը ինչի վրա էր կենտրոնացած։ Գիտես, իր գոհությունը, այդ գող սիրտը, որ ինքը այդ սաղ վատ բաները իմացավ, մի անգամից կես ժամվա մեջ սաղ վատ լորությունները իմացավ, ինքը ասեց օրհնյալ լինի Տիրոջ անունը, բայց իր կենտրոնացումը դրա վրա չէր։ Միգուցե ինքը գիտեր, որ հետ կստանա կամ էլ չէր ստանա, ես չգիտեմ։ Բայց տեսեք Հոբը ինչ է ասում, 19-րդ գլուխ Հոբ 25-26 համարները։ Իսկ ես գիտեմ, որ փրկիչս ողջ է եւ իմ վերջո երկրի վրա կկանգնի։ Դեմեք Հիսուսից է խոսում Հոբը, իմ փրկիչս ասում է ողջ է եւ ի վերջո երկրի վրա կկանգնի, իսկ հետո տեսեք ինչ ասում, իմ մաշկի այսպիսի փչանալուց հետո Աստծուն իմ մարմնով եմ տեսնելու։ Տեսնում եք Հոբը ուրա գնում, հավիտենություն է ինքը գնում։ Ինքը էլ չի մնացել ընդ, ասում է, «Всё, կորցրեցի, Տերը տվեց, Տերը վերցրեց, օրհնյալ Տեր քո անունը թող լինի, որովհետև ես հավատում եմ հավիտենությանը, որովհետև ես հավատում եմ այս մարմինս էլ որ գնա։ Ես իմ մարմնով, մի ուրիշ կատարյալ մարմնով, որ մենք այսօր մեզ բացված է, չէ՞, մենք այսօր գիտենք դա, Հոբը հայտնություն է ստացել այդտեղ խոսում, բայց մենք այսօր գիտենք, որ ու կարդացինք Հռոմեացիների 28-ում, որ Տերը ցանկանում է, որպեսզի մեր մարմինները նման լինեն Քրիստոսի մարմնին։ Սա է սիրելիներս քրիստոնեությունը։ Էս է մեզ Աստված խոսք տվել։ Սրանից առավել բան եք ուզում։ Սրանից շատ բան Տերը էլ չի կարա մեզ տա։
Էսի ամենաթանկ, ամենամեծ նվերն է, որ Տերը մեզ տալիս է։ Նոր կյանք, հարություն Հիսուս Քրիստոսի մեջ եւ նոր մարմին, որը հավիտենական է ապրելու եւ Հոբ ասում է, ես իմ մարմնով եմ Տիրոջը տեսնելու։ Գիտեք, կենտրոնացեք սրա վրա, որպեսզի միշտ գոհ սիրտ ունենաք։ Մենք տեսեք, մեր վերջը, մեր ցելը վերջը դա է։ Հիսուսի մարմնին նմանվելը։ Նոր կյանք, նոր հարություն, որը որ Աստված խոստացել է։ Գիտեք, եկեք մեր հայացքը ու մեր սիրտը գցենք այդտեղ հենց։ Այ այդտեղից բռնվենք ու ընթացքը ապրենք այդտեղ նայելով։ Ոչ թե ընթացիկ բաներին նայելով, ինչ կլինի, ինչ չլինի, ինչ սատանան գողացավ, ինչ Տերը հետ կտա մեզ, էսի process-ներ է, որ լինելու է, բայց երբ որ քո սիրտ ու քո հայացքը վերջնակետի վրա լինի, տեսիլքդ քո հարությունը, որ դու հարություն ես առնելու Հիսուս Քրիստոսի պես մարմին ես ունենալու, սա պետք է լինի մեր տեսիլքը, մեր հավատքը ու մեր սիրտը ուղղված դրա, որպեսզի մենք միշտ գոհ լինենք։ Տեր ինչ էլ կլինի, ես գոհ եմ, ես հարություն եմ առնում, ես մինչև վերջ հավատիմ եմ մնալու։ Գիտեք, սա շատ կարևոր է։ Հիսուսը ասում է, ով մինչև վերջ դիմանա, նա կփրկվի։ Եթե դու այսօր սկսես նայես ամենավերջը, Հիսուսը ասում է, ես եմ սկիզբն ու վերջը, այդ վերջինն է։ Սկիզբը արդեն սկսել է Հիսուսը քո կյանքում, եւ վերջն էլ է Հիսուսը։ Եկեք նայենք այդ վերջին։ Եթե դու նայես այդ վերջին ու սիրտդ ուղես այդ վերջին, գիտես, ընթացքդ ինչ էլ լինի դու գոհանալու ես, աշխարհը զարմանալու է քո վրա։ Ոնց։ Դու կորցրեցիր, դու պարտվեցիր, ոնց ես ուրախանում, ոնց ես Աստծուն գոհություն հայտնում։ Իսկ հետո էլ աշխարհը էլի կտեսնի, որ հետ է տալի Աստված քեզ ամեն ինչ։ Շնորհակալ սիրտը դա ուժ է։ Դա ուժ է Հիսուսի մեջ։ Շնորհակալ սիրտը դա վկայություն է, թե երկնքում, թե այս երկրի վրա։ Ունեցար շնորհակալ սիրտ, վկայություն է լինելու քո կյանքը։ Եվ շնորհակալ սիրտը դա լույս է խավարի մեջ։ Գիտեք, շնորհակալ սիրտը միշտ ցնծում է։ Թող աշխարհը տեսնի, որ դու ինչ շնորհակալ ես։ Թող այս փոփոխությունը լինի։ Ոչ թե հագուստով տարբերվենք աշխարհից, այլ սրտով տարբերվենք աշխարհից։ Հավատքով տարբերվենք աշխարհից։ Եկեք շնորհակալ լինենք նրան, ոչ միայն պատասխանների համար, երբ որ Աստված պատասխան, այլ նաև լռության համար, երբ որ նա լռում է։ Շնորհակալություն քեզ Տեր, միգուցե դա չէր ժամանակը։ Ոչ միայն հաղթանակների, այլ նաև այն դասերի համար, որոնք Աստված մեզ սովորեցրել է դժվարություններ անցնելով։ Եկեք ամեն ինչի համար լինենք շնորհակալ Աստծուց։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթքի։